Այդ խնդրի համար ես դիմել եմ իրենց, իմ զավակի առողջական խնդիրներ, որ իմ ծառայության վարի հետ անհամահունչ էր, եւ դա կաթողիկոսի հրամանով նույնիսկ ստուգվել է իրենց իսկ նշանակած մարդկանց միջոցով, բայց երբ որ ես հանդիպում ունեցա կաթողիկոսի հետ տարիներ առաջ, երբ որ պիտի տավուշ գնայի, ես ներկայացրեցի, որ այնտեղի կլիման էլ համահունչ չէ, այնտեղ ծառերը շատ են եւ այլ երեխան ալերգիա ունի եւ ասթմա է առաջացել նրա մոտ, ալերգիկ, ինձ չհավատաց պարզապես, նույնիսկ այդքան ստուգումներից հետո կաթողիկոսը ինձ ասում էր, որ ես ասում եի, որ լողավազանի կարիք կա, որ լողավազան լինի այն բնակավայրում, որտեղ ես պիտի ծառայեմ, որպեսզի իմ երեխան կարողանա գնալ այցելել լողավազան, որպեսզի թոքերը վարժեցնի, որ աշխատեն, այդ հիվանդության համար դա բուժում է, ինձ ասում էր, թող գնա Սևանա լճում լողանա, կարծես ծիծաղում էր ինձ վրա, երբ որ իր խոսքը եզրափակում էր, ինձ ասաց, որ այդ խնդիրները իմ կինն է հարուցել եւ ուզում է Ռուսաստան գնալ, այո, ուզում է Ռուսաստան գնալ, եթե նա քեզ հետ չգա ծառայության, ես քեզ հնարավորություն կտամ գնալ նորից ամուսնանալ։ Այսպես էր ինձ ուրեմն ուղղորդում հայոց հայրապետը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։